արտահայտությունները այն բանի մասին, որ ընտրությունը պետք է իրանք չկազմակերպեն, բայց միևնույն ժամանակ այսօր Իշխան Սաղաթելյանը ասում է, հա, ընդունում ենք, որ իշխանությունը այսօր լեգիտիմ է։ 2021 թվականին, երբ որ կյանքի եւ մահի հարց էր, պատերազմից 6 ամիս էր անցել, իշխանությունը ընտրություն կազմակերպեց եւ ընտրությունները ինքը այսօր արդեն նաեւ հրապարակայինորեն ընդունում է, որ լեգիտիմ է իշխանությունը։ Իրանք ինչ ընտրություն, իրանք եկել ասել են, եկեք Վազգեն Մանուկյանին տանք, հետո եկեք Կանադայի քաղաքացի Վազգեն Գալստանյանին տանք, հետո կորոշեն։ Իրանք ընտրությունների պատրաստ չեն։ Մենք հենց վաղն էլ կարող ենք գնալ ընտրությունների, բայց դրա կարիքը չկա։ Երկրորդը մեր ժողովուրդը մեզ 5 տարով պատվիրակել է եւ դա արդար այդ ընտրությունները, տեսեք դուք շատ հետաքրքիր բան եք ասում եք դուք պատրաստ եք, իրանք պատրաստ չեն ձեզ ձեր տալի։ Այդ ընտրությունները պետք է ձեր տալ ժողովրդին։ Այսինքն մենք միշտ անկեղծ ենք եղել, ես չեմ պատրաստվում ժողովրդին խաբեմ, ասեմ, որ ես ինձ հիմա լավ է, դրա համար ես հիմա գնում եմ ընտրություն։ Ինչ եմ դնում անունը, որ ասեմ ես հիմա գնում եմ արտահայտություն, որովհետև ես ուզում եմ շուտ վերընտրվեմ, քանի ընդդիմությունը պատրաստ չի։ Չէ, դա ազնիվ չի մեր ժողովրդի նկատմամբ այդ ընտրությունը կլիներ ոչ թե երկրի, ոչ թե ժողովրդի մասին, այլ քաղաքացիական պայմանագրի մասին։ Մեր ժողովուրդը այնքան խելացի է, այնքան գտիծակով է, կոլեկտիվ իմաստությունը մեր ժողովրդի բարձր է, մենք դա ընդհակառակը կարող է շատ վատ տվյալներ կրել։ Մեղադրանքների մասին ինչ կա օրակարգի, այսօրվա օրակարգի իմաստը ձեր կարծիքով։ Բազմաթիվ մեղադրանքներ են։ Գիտեք ինչ, անգործությունը նույնպես ինչ որ գործ է։ Հիմա իրանք զբաղված են ինչով։ Երկու կարմիր գծով թել է անցնում այս խոսակցության մեջ։ Առաջինը իրար մեղադրում են գոյություն չունեն, այսինքն ոչ են մեկի ձենն է հերիքում մեզ impeachment-ը, ոչ են մեկին, վայ, տեսա ես նայել եմ, սխալ գիտես, ոչ են մեկին ձենն է հերիքում, ոչ են մեկի ձենն է հերիքում, հիմա լավ էլի խնդրում եմ, լավ էլի Սիմոնյան, բայց ասում եք, որ 5 տարվա մանդատ է տվել ժողովուրդը, բայց կառավարության ծրագիրը ըստ էության, ինչը որ գրած է 5 տարի առաջ, չի իրականացել այդ կառավարությունը եւ ընդդիմության գլխավոր մեղադրանքը դա է, որ ըստ էության կառավարությունը եթե չի կատարել իր ծրագիրը, պետք է հրաժարական տա։ Այդտեղ խնդիրը հենց դրանում է։ Շատ բարի, նախ եւ առաջ աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, աշխարհում գոյություն չունի որևիցե կառավարություն, որ 100%-ով մաթեմատիկական ճշմարտությամբ կատարում է բոլոր այն բաները, որոնք որ գրված են կառավարության ծրագրի մեջ, որտեղ իրողությունները փոփոխական են։ Միայն նախ մի հատ կարծիքի մասին խոսեմ, էլի չեմ խոսում փաստաթղթի մասին, չեմ խոսում սկզբունքների մասին։ Նախ բոլորին եմ ասում, միայն հիմար մարդը իր կարծիքը չի փոխում, երբ որ իրողությունները փոխվում են։ Միայն հիմար մարդը մեր երկրում վերջին 5 տարվա ընթացքում 2021 թվականից հետո տեղի են ունեցել Ղարաբաղյան դեպքերը, հայերի դուրս հանումը Ղարաբաղից, 2023, 2022, 2021 թվականի ռազմական, բայց այդ իրողությունները Հայաստանի Հանրապետության քաղաքականության եւ բյուջեի կատարողականի վրա ազդեցություն ունենում է, թե չի ունենում, կամ լավ չենք կատարել, բայց լինում է չէ դեպքերի, որ ասում ես օրինակ պայմանական 7%-ային աճ ունենաս, բայց 8 ես տալիս է տրամաբանությամբ պետք է անդիմությունը գա ասի մի տարի եկեք ավելացնենք մեր իշխանության առանցքային հարցերում եք ձախողել պարզվում հասկանալ է իսկ իրանք իրանց առանցքային հարցում ձախողել են թե հաջողել են իրենք իշխանություն չեն դուք չէ իրանք իշխանություն են այ այդ խնդրեմը է դա ներողություն հենց խնդրեմը է որ իրանք մտածում են որ իրանք իշխանություն չեն դուք դա կրկնում եք ընդդիմության պաշտոնից հրաժարական տա չէ բայց այ շատ շնորհակալ եմ Ռուսինե ջան բայց իրականում ինչ են անում իրանք ունեն փոխնախագահի պաշտոն որպեսզի իրար չունեն փողնանա դաթորը դատարկա իրանք ունեն հանձնաժողովների նախագահների պաշտոն իրանք ունեն պատվիրակությունները մասնակցության տեղ իրանք ունեն падգամավորական գործունեության իրավունք հիմա չեն օգտվում հա նախագծերը օրենքները մեկ բան ասեմ ձեզ եկեք ով ասեց իրական չի շատ ձեզ թվում է որ մի հատ հարց տամ այս sense էս բոլոր ձեր հարցին ի պատասխան եկեք մի հատ այնց իրականություն պատկերացնենք, որ իրանք 60%-ով իշխանություն են, քաղաքացիական պայմանագիրը ես Նիկոլ Փաշինյանը եւ մնացած 40%-անոց ընդդիմություն ենք ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Մենք իշխանություն չէինք կլինի։ Մենք 6 ամիս հետո իշխանություն իրանց ձեռից կվերցնենք։ 6 ամիս հետո։ Եք աշխատում այսինքն ձերից քաղաքականությամբ իրանք եթե լինեին շատ Անջան, բարև ձեզ, ես ձեր հարցերին չեմ պատասխանում։ Որտեվ դուք անձնական դաշտ եք մտել, ես ձեզ չեմ թույլ։ Ես ձեզ ձեր հարցերին չեմ պատասխանում։ Շնորհակալ եմ։ Այլ հարցեր կան։ Հայկ Սարգսյանի հարցով իսկապես դիմել եք։ Խոսալու արդեն խոսացել եմ։
իսկապես դիմել եք։ Իսկ ընտրություններում առաջիկա դուք 50+1 կստանաք, դուք ասում եք ընդդիմությունը չի Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը մասնավորապես ամսի 8-ի համաձայնագրից հետո եւ այն քայլերից հետո, որոնք արվում են եւ արվելու են միջև ընտրություններ, եթե առաջ մտածում եք 51-ը հաստատ կլինի, ես հիմա վստահ եմ, որ մենք շատ ավելի շատ ձայն ենք ստանալու, քան 2021 թվականի ընտրություններին, կարող ենք նույնիսկ դրա հետ կապված մարշ գանք։ Հարակարի դեպքերի համար այլ հարցեր կա։ Հարակարի արյունալի դեպքերի համար պատասխանատու չեք, ամենաթողությունը ձեր մուրճի արդյունքը չի, մուրճ ծոցելու լավ է, մուրճ ծոցելու արդյունքը չի։ Երեխեք ընկնում այլան հոտը չեք առնում, ձեր իսկական այլան հոտը չեք Այստեղ որ դուք ես անում ինչ ասել, ինչ է խանգարում, որ դահլիճում ասեիք, այս լսումների ժամանակ ուրիշ հետերով ամբողջ ժողովուրդը կլսեր։ Սենց տնես լսում եք։ մասնակցելու Ես հրավիրված չեմ նախ, երկրորդը ես օրակարգը ես չեմ սատարում օրակարգին, ես ինչի պետք է մասնակցեմ մի բանի, հենա վերևից նայեցի։ Ձեր դիրքորոշումը հայտնի է, ժողովուրդը լիմանար։ Չեք փոխանցելու սա։ Նավից եմ ասում, ես հրավիրված չեմ եւ այն վերնագիրը, որ անցնում է այս լսումները, ես չեմ կիսում։ Ինչի ես պետք է գնամ դրան մասնակցել։ Պարոն Սիմոնյան, դուք եք Դա մեր կուսակցության դիրքորոշումն է եւ համաժողովով հաստատված է եւ մենք նախապես դա քննարկել ենք եւ այո, ես համարում եմ, որ մենք նույնիսկ ժամանակը մի քիչ բաց ենք թողել։ Մենք պետք է հեղափոխությունից հետո անեինք։ Նաեւ անիջան չեմ պատասխանել, մի բղավի մանշեն մի խանած։ Անի ուզում ես հարցազրույց, հեսա ես կգնամ, Անիջան, հեսա ես կգնամ, Անիջան, դու հրաժարական տալու ես դրա համար, Անիջան, լավ էլի խնդրում, մի բղավի էլի խնդրում եմ էլի, եկեք եթանք ներքև, ես չեմ պատասխանել քո հարցին։ Չեղավ, մեզ էլ էլի ճանապարհ։ Երկրորդ հանրապետությունը լուծարվել է, առաջին հանրապետությունը լուծարվել է, դա արդեն բաց կլինի, իրավական ինչ-որ գնահատական եք տալիս, որը չեմ կարողանում հասկանամ ինչ մեկնաբանություն։ Հերթով, մի րոպե, հա, նորից չեմ լսում։ Պարոն Սիմոնյան, խորհրդարանի դիմաց զորք է բերել։ Խաղաղ գործարարների Անիջան, մի րոպե լսի։ Անի, քեզ էլ պաշտպան, մի րոպե լսի։ Չեմ պատասխանել։ Որպես կան, որին վրա քրեական ուժ են կիրառել ու չեն բացահայտել։ Ձեր հարցիկը պատասխան, Անի հարցին չեմ պատասխանել։ Ես տամ այդ հարցին, հարցի հետո պատասխան։ Ներողություն, ժողովուրդ ջան, Մի րոպե սուս մնամ։ Ինչի՞ սենց աժոտար սկսել։ հարցը տալիս չեմ Մի րոպե, ասում եմ չեմ պատասխան, իմ իրավունքն է։ Դու իրավունք ունես։ Այո, խտրական այո, քո նկատմամբ այս այլևս խտրատեն չեմ ուզում։ Ինչու։ Որտե բղավում ես։ Դուք հանրության Բղավում ես, չեմ ուզում, չեմ Անի, քանի անգամից ես հասկանում, չեմ պատասխանում։ Նույնիսկ չեք Լավ, շնորհակալ։ Երեխեք, ապարտենք գնանք։ Անի կգա կպատասխանեմ ձեր հարցին։ Անի ստեղավորում հրագրողական էթիկան խախտում է, չեմ պատասխանում։ Դուք գնաք խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ եք։ Խորհրդարանի նախագահի էթիկայի մեջ եք։ Չգիտեմ, ուզում ես դա քննարկել։ Դե հիմա ձեր պահվածքը էթիկայից դուք թիրախավորում եք, դուք չեք թողնում ես հարցը տամ, դուք չեք թողնում, դուք տեսնում եք ձեր խտրական վերաբերմունքը, ես հարց եմ, հանրության հետաքրքրող հարց եմ տալիս, հարաքարի դեպքերի համար, հարաքարի դեպքերի համար, նյութը լինելու է նրա մասին, որ ես քո հարցին չեմ պատասխանել, ուղիղ եթերը լինելու է նրա մասին, որ ես քո նյութերին չեմ պատասխանել։ Դուք հարաքարի մասին դեպքին չեք անդրադառնում։ Հարաքարի դեպքի մասին գրառումներ եք անում, որովհետև ձեզ համար հարմարավետ է, բայց հարցերին չեք պատասխանում։ Հարաքարի դեպքերի համար պատասխանատու։ Հա, փաստորեն պետք է ծաղրական հրապարակում անեմ Տելեգրամում, հա, որ անդրադառնամ։ Դե քիչ առաջ խոսում եք ես։ Պարոն Սիմոնյան,
Հարաքարում արյունալի դեպքեր տեղի ունեցան եւ առասարակ ձեր իշխանության օրոք քննադատում որ ձեր իշխանությունը ասոցացում է մահի զոհերի արյան հետ։ Ինչ եկել է իշխանության հազարավոր զոհեր։ Այն բանը, որ Ժորժ, ես չեմ լսում իմ ձենը, ես Վահագին կոմալ Դա էլ եմ ես մեղավոր, դա էլ եմ ես դու ոչ մի բանի չեմ, մի հարցը նախ եւ առաջ բոլոր երկրներում տեղի են ունենում տարբեր դեպքեր, որոնք որ նաեւ առաջվա քաղաքական գործիչներում ԱՄՆ-ում վերջերս այդպես դեպք տեղի ունեցավ բոլոր երկրներում այլ հարց է արդյոք դա քաղաքական ենթատեքստ ունենում է թե չի ունենում արդյոք իշխանությունները դրա հետ որևիցե կապ ունենում են թե չեն վերջացնեմ այո անկախ նրանից թե ունենք թե ոչ այո դա պատասխանատվության աստիճան է ենթադրում եւ այո իրավապահները պետք է սրա հետ կապված հետևություններ անեն եւ այն աշխատանքը որը որ կատարվել է որ առնվազն կանխվի նման դեպքը որովհետեւ որքանով որ ես գիտեմ չեմ ուզում պնդեմ պարզա որ դա միջ անձնային հարաբերությունների հետ կապված է եղել այսինքն դա կապված չի քաղաքական դիրքորոշման հետ ես որքան լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա նաև այսօր մեդիա հաբը եթե չեմ սխալվում գրել էր որ ինչ որ չգիտեմ ճիշտ է թե ճիշտ չի ինչ որ մարդա ձերբակալվել եւ այլ այլ հարց է երբ որ դուք ինչ որ հարց տակ իշխանության ներկայացուցին դրա հետ կապված այդ արյունի հետ կապված եւ այլ ինչա ձեր իշխանության կողմից իրավապահ վերանալու մասով լարված ես արդեն ասացի ոչ ես արդեն ասացի հարգելիս խոսք վերջացնեմ էլի ապօրինի զենքի շրջանում վերջացնեմ էլի այո խնդիրներ կան այո իրավապահները պետք է հետևություն անեն եւ այո դա խնդիր է եւ դա այն ինչ որ տեղի ունեցել կատեգորիկ վատ բան է բացասական բան է դա մի դուռ է որը որ բացել եւ նույնիսկ այդ դրանը մոտենալ չի կարելի ոչ մեկ դրա իրավունքը չունի շատ ցավում եմ եւս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին եւ համարում եմ որ մեր իրավապահները պետք է ժամանակ ունեն եւ պետք է առնվազն շատ արագ բացահայտեն ու կրկնում եմ մի խոսացեք արյան մասին եւ այլ մեր երկրում ասում եմ նույնիսկ մարդիկ ովքեր որ ամենավերջի վիրավորանքները երկրի ղեկավարի իմ նկատմամբ մնացածի նկատմամբ ասում են նույնիսկ ծեծ չեն ուտում Այն ինչ մնաց ինչ որ ինչ դա ազգային դա բոլոր ազգային ժողովներում քաղաքական process-ների ընթացքում լինում է դուք գիտեք որ ազգային ժողովի դահլիճում ես հայց եմ ներկայացրել падգամավորներից մեկի նկատմամբ ազգային ժողովի նիստերի դահլիճում իմ հասցեին հնչեցված վիրավորանքի զրպարտության մասին դատարանը ինձ մերժել է ինչի բերում է որտեղ ասում է որ ազգային այո ապրես քաղաքական ամբիոնը ազգային ժողովի ամբիոնից ասված քաղաքական հասկանում եմ բայց մենք հիմա նույն բանից չենք խոսում մենք տարբեր բաներից ենք խոսում իհարկե քո ասած դեպքը դա լրիվ ուրիշ բանի մասին է խոսում եմ մեր իշխանությունը այլ է շատ բաների մեջ մեղադրել կեսը ճիշտ կեսը սխալ բայց այնուամենայնիվ վերջաս եկել մենք ոչ մարդ ենք ծեծում ոչ ընտրություն ենք կերծում ոչ մարդ ենք սպանում պետք է ոստիկանությունը հետևություններ անի թե պաշտպանություններ ես դրա իրավունքը չունեմ դա դրանով պետք է զբաղվի կառավարության ղեկավարը եւ այլ Դուք բացառում եք որ քաղաքական ենթատեքստ կարող է ունենալ բացառում եք որ իհարկե բացա ինչ քաղաքական ենթատեքստ պետք է ունենա ուզում հասկանալ չէ ասենց ասեմ շատ հարգանքով ենք մոտեցել ընտրություններին շատ հարգանքով ենք մոտեցել Ղարաքյալի նախկին ղեկավարին որպես անձ եւ այլ որևիցե անախորժություն, որևիցե քննարկում կամ լավ սպանությունը, ասենք մենք նման իշխանություն, որը նման վայ աղջիկ ջան սուս մնա էլի գլուխս գնաց։ Հարգելիս խանգարում ես, հա լավ են անում։ Հեսա ես կգնամ կգաս կկանես դրանց, հա լավ են անում, շատ լավ են անում։ Հարգանքներս բոլոր նրանց ովքեր վերջացրեցիր, բայց դու հասկանում ես, որ դու խանգարում ես հիմա բոլորին։ Խանգարում ես։ Այլ հարցեր կան։ Տեղեկությունների մեջ ինչ հարաբերությունների մեջ է եղել նա եւ ԱՄՆ-ում դեսպաննշանակված Նարեկ Մկրտչյանը նրա եղբայրը հարցը Ընդհանրապես Նարեկ Մկրտչյանը նա շելով դե խնդրում եմ Նարեկ Մկրտչյանը ասենք եկել եք որտեղ ում եք ման գալիս Հարգելիս չգիտեմ նման լսեք նորից եմ ասում մի քիչ առաջ եմ ասել դրա մասին հազարավոր մարդիկ կան տարբեր տեղեր
Փաստը այն է, որ քաղաքական որևիցե դրդապատճառ չկա ու չի կարող լինել։ Որովհետև քաղաքական դրդապատճառը պետք է քաղաքական ինչ-որ որոշում, քաղաքական իշխանություն լինի։ Այսինքն ո՞նց ես պատկերացնում։ Լավ, դա absurd է դա, կրկնում եմ, ես դրա գնահատականը տվեցի Լուսինե ջան հայերեն լեզվով, ասացի, որ դա միջանձնային հարցի շուրջ դուք բոլորդ ամենազավեշտալին են, որ բոլորդ ստեղ կանգնած, նաև հեռուստադիտողները լավ գիտեն, որ ամենայն 99% հավանականությամբ, այո, միջանձնային նախապատմություն ունեցող, հիմա դուք, սուս մնամ դուք ուզում եք խոսեք, ես ձեր բոլորի հարցերին պատասխանեցի, Նարեկ ջան, չեմ դիմանում, ես չեմ կարող մասնակցել աղմուկի շրջանակում, մարդ աղմուկ է անում, ես աղմուկի շրջանակներում չեմ կարող, էլի կգամ, ստեղ չի լինի, ես պատասխանեմ, ինքը այսօր դու ստեղ չես լինելու միշտ, նույնիսկ ես ստեղ միշտ չեմ լինելու, հարգել ես, հավատարմագրից զրկելու է, Լուսինե, տես վստամի արսա, երեխեքերի դատորից ողբերգություն է եղել և դուք պատասխանատու եք, հասկանում եք, ձեր իշխանությունը պատասխանատու է, Փաշինյանը չի մտորում, Փաշինյանը չի մտորում։ Ես ուզում եմ գիտես, դու որպես լրագրող մտածում ես, որ դու քո ձայնը մտցնում ես այդ մուտի մեջ, բայց հասկանում ես, որ դա քո ասածներն է, դու անընդհատ կարող ես շո բաներ ասել։ Ասում եմ, արդյոք դա Փաշինյանի մուրճ ճոճելու հետևանքը չի։ Դուր կա Արցանի ջան։ Պարոն Սիմոնյան, ես լրագրող եմ, ինձանից մի վախեցեք, ժողովրդի ցածումից վախեցեք։ Դու լրագրողական կրթություն ունես։ Կրթություն ունեմ։ Որտեղ ես ավարտել, ասես։ Երևանի պետական համալսարան։ Որ ֆակուլտետ, հասկացա։ Ժուրնալիստիկա։ Այո, ապրես, ուրեմն լրագրող ես։ Ես իրավաբանականն եմ Երբ որ ես լրագրություն էի անում քաղաքական դաշտում, դուք բոլորովին այլ տեսակետներ էիք հայտնում, լրագրողը իրան հենց այսպես է պահում, հանրությանը հուզող հարցերն են փոխանցում։ Ես դնեմ փարաքարի։ Փարաքյարա։ Լավ, ազգաժողովի նախագահ եք մանիպուլատոր։ Ալեն Սիմոնյանը հրաժարվեց պատասխանել կոնկրետ իմ հարցերից, նշեմ իմ հարցերը փարաքարի բնակիչների հնչեցրած քննադատությունների հետ կապված էին, ես դրանք բառացի մեջ բերում էի, բայց հերթական անգամ իշխանությունների ներկայացուցիչները, այդ տվյալ դեպքում Ալեն Սիմոնյանը, երբ երկրում որևէ կարևոր իրադարձություն է տեղի ունենում, ողբերգություն է տեղի ունենում, հրաժարվում են պատասխանել լրագրողների հարցերին, հատկապես այն լրագրողների հարցերին, ովքեր այս տարիների ընթացքում համառություն են դրսևորել և իրենց իրական քաղաքական դեմքը ցույց են տվել։ Իշխանությունների իրական քաղաքական դեմքը։